Հունիսի 11-ին Արարատ քաղաքի բնակիչներն ու հյուրերը տոնախմբեցին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման 4-րդ տարեդարձը։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից Արարատ քաղաք էր բերվել Խաչափայտի Սրբազան մասունքը։ Ներկաները Սրբազան մասունքը դիմավորեցին Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում։ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի եւ հոգեվոր դասի առաջնորդությամբ թափորը ուղղվեց դեպի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի աղոթքներով ու շարականների երգեցողությամբ։ Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ պատարագ։ Պատարագիչն էր Տեր Եփրեմ քահանա Հարությունյանը։ Սրբազան արարողության ընթացքում թեմի առաջնորդ Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը խոսեց Տիրոջ կենարար Խաչափայտի մասունքի զորության մասին, հորդորեց մշտապես աղոթել եւ կենթանի պահել Աստծո տունը։ Նա անդրադարձավ Արարատ քաղաքի բիբլիական լեռան անվանը։ Այս եկեղեցու Սուրբ Ամենափրկիչ անունը կարծես մշտապես հնչող ավետարանական քարոզ լինի Արարատ քաղաքի վրա։ Այն հիշեցնում է մեզ, որ կյանք ունենք ոչ միայն ապրելու, աշխատելու եւ վայելելու, այլ հատկապես Աստծո հետ կենթանի հաղորդության մեջ գտնվելու համար։ Քաղաքի անունը ինքնին խորհրդանշական է։ Բիբլիական Արարատը Նոյան տապանի հանգրվանն է։ Արարատը նոր կյանքի սկիզբն է։ Արարատը փրկության լեռն է։ Եվ որքան գեղեցիկ է, որ Արարատ անվան քաղաքի սրտում վեր է խոյանում Սուրբ Ամենափրկիչ տաճարը։ Թող այս քաղաքը ճանաչվի ոչ միայն իր գործարաններով կամ շինություններով, այլև իր հավատքով, իր աղոթքով, իր քրիստոնեական նկարագրով։ Թող այստեղ ապրող յուրաքանչյուր ընտանիք դառնա փոքր եկեղեցի եւ յուրաքանչյուր տուն փոքրիկ սրբավայր։ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին հարակից շինությունները կառուցվել են Արթուր Խաչատրյանի բարերարությամբ, ճարտարապետը Հրաչյա Գասպարյանն է։ Եկեղեցու օծումից հետո այստեղ ձևավորվել են երիտասարդաց տիկնանց միություններ, Կիրակնորյա դպրոց։ Եկեղեցու հոգևոր հովիվը Տեր Արծրուն քահանա Միքայելյանն է։ Եկեղեցու բացումն ու օծումը տեղի ունեցել 2022 թվականի հունիսի 11-ին եւ այդ օրը արարատցիների համար դարձել է նվիրական օր եւ ամեն տարի հունիսի 11-ին մենք տոնախմբում ենք եկեղեցու տարեդարձը։ Կարծես թե հաշվետվություն ներկայացնելու օրվա պես մեկ օր լինի եւ ամեն անգամ մենք ամեն տարեդարձին արձանագրում ենք, որ մեր եկեղեցին հզորանում է նոր հավատացյալներով, որոնք ուրախություն են բերում եւ մեզ, եւ մեր համայնքին, եւ մեր մայր եկեղեցուն։ Երիտասարդաց միության ատենապետն եմ։ Երիտասարդները հենց եկեղեցու օծման օրվանից ներգրաված են շատ եղել եկեղեցու կյանքին ու շատ ակտիվ մասնակցություն են ունենում, շատ սիրով ու ջերմությամբ իրենց մասնակցությունն ու օգնությունը ցույց են տալիս մեզ։ Միջոցառումներ, ինչ որ հարցեր, որ կարիք է լինում, իրանք մեծ սիրով մեր կողքը կանգնած են ու պատրաստ են մեզ օգնել։ Արարատ քաղաքը եկեղեցի չուներ, ժողովուրդը կարիք ուներ եկեղեցի ունենալու։ Երբ որ կառուցվեց եկեղեցին, նրանց շնորհակալություններից արդեն պարզ էր իրենց ցանկությունները։ Գնում էինք շատ հեռու եկեղեցու համար։ Հաճելի է, որ բարբերաբար մատուցվում են պատարագները, ժողովուրդը ներկա է գտնվում, շատ հաճելի է նրանց մասնակցությունը։ Այստեղ հաճախ երեկույթներ են տեղի ունենում անմիջապես պատարագներից հետո տոնական օրերին։ Պատարագից հետո եկեղեցու բակում տեղի ունեցավ գեղարվեստական հանդիսություն եւ մատաղի հյուրասիրություն։ Կատարումներով հանդես եկան Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան երաժշտական դպրոցի սաները եւ Հայլաո դուետը։